Օծությունը գսորվեցնե քեզ։ Աստվածաշունչը մեզի նաև գսորվեցնե, թե մենք պետք է մերժենք ապրիլ, այնպես ինչպես սովորաբար մեր չորս կողմը գտնվողները գաբրին, մանավանդ երբ գաբրին գրոնական կամ գաբրին ավանդություն, որովհետև Աստվածաշունչը նաև իր բարերով, իր բացմություններով մեզի գահիտնե, որ ադիգա անարգական է Աստծո խոսքին, մերժող է Աստծո խոսքին, անդեսող է Աստծո խոսքին, արհամարհող է աշխատող Սուրբ Հոգին, եւ լուրջ եւ քիչ խորուն գնայինք, կնկատենք, որ Աստվածաշունչը մեզի կսորվեցնե, որ մեր կյանքերը ապրենք ճիշտ ինչպես մեզի դրված է։ Եվ մեզի դրված կյանքին օրինակը կտեսնենք Տեր Հիսուսի ապրած երկրավոր առաքելության մեջ, կտեսնենք աշակերտներու կյանքի մեջ եւ կտեսնենք նույն օրինակով այսօր մինչև ներկայիս աշխարհի վրա շատ մարդոց կյանքերու մեջ։ Անիկա մեծ դժվարություն է, որ այսօր շատ անգամ մենք կորձի վերածենք, որովհետև մեր շունչը, մեր զգացումները, մեր միտքը ավելի հանգիստ կգտնե ժողովրդականության մեջ դարածված ցևը ապրելու, քան մենք մեզի բոլորին հագարակ հոսանք մստեղծենք։ Կսկանք, որ շատ ուժասպար գլանք, կսկանք, որ շատ հոգնինք, երբ մենք կփորձենք ժողովրդին սովորական, ավանդական, գրոնական մոդեցումեն դարբեր ցևով հոգևոր կյանք ապրենք, անոր համար ավելի հանգիստ կտեսնենք մենք մեզի, ամոթ չենք սկար, հագարակ չենք սկար, թշնամական չենք սկար եւ իրենց մեզ գաբրինք, մեր բարերը գլան ճիշտ այնպես ինչպես պետք է ապրենք, բայց մենք գաբրինք ճիշտ ինչպես մեր միջավայրի մեջը մարդիկ գաբրին, գրոնական, կամ ավանդական, կամ քաղճ անունով հավատացյալներու պես, թեև մեր բարդավորությունները, բարդականությունները գնենք, բայց իրականության մեջ չենք ապրիր, չենք վայլեր եւ ընդհանրապես շատ անգամ թշկոհենք։ Եվ շատ անգամներ թշկողության հետ միասին ունենք նաև դրդունջ, ունենք նաև այբանանք առ Աստված, որովհետև ինչ որ գիտենք, որ կրված է, չենք տեսներ, որ գլա։ Եվ ասիկա կդառնա ամեն տարու մեջ դեսակը աստվածպաշտություն եւ հավատացյալներուն աստվածպաշտությունը կդառնա օրինակ ժողովրդին, վերջավորության ուրիշ ազգեր կուքանև գսեն, մեր ալ գրոնա ասորպես է, ծեր Հիսուս այսպես կսե, մեր այսինչ այսպես կսե, անգեզად ուրիշ բան չի գիտեր, ամեն ինչ խոսքով գլա։ Անորոման մեր կորձն է Սուրբ Հոգիով մգրդված զավակներուն կորձն է Սուրբ Հոգին մգրդության համացայն կալել։ Աստվածաշունչը մեզի կխոսի Սուրբ Հոգիի մգրդության մասին եւ նաեւ գուտա օրինակ ընդհանուր մգրդության մասին։ Երբ մգրդության մասին կխոսի կկործածե բարեր, որոնք կկործածվեին հին հունական պատմության մեջ։ Անոնց մեկն է, որ մգրդությունը կկործածեին մգրդություն բարը, բապտիզո բարը, երբ որ իրենք գուկային գարնեին գդորը, հանթերցմը, գդորմը եւ գտնեին ճուրին մեջը ուր քույն գա եւ գտնեին այդ տնելը երբ քույն գարնե անոր բապտիզո գսեին մգրդություն գսեին որովհետեւ գմտներ օրինակի համար ջերմակ դուրս կուքար գարմիր գաբույտ սև թեղին ամբողջ քույնը կփոխվեր գամ նաեւ կկործածեն վարունքին եւ վարունքը թթված կնելու դրշու ունելու օրինակով գտնեին վարունք ճուրիմը մեջ աղով կացախով եւ այլն անիկա դուրս կուքար այլես վարունք չէ ամեն ինչով փոխված է, միայն մենք գիտենք, որ ադիգա վարունք էր, բայց երբ գուտես անիկա այլևս թրշուի համ ունի, թթվածքի համ ունի։ Եվ որ մգրդության մասին կխոսենք Սուրբ Հոգիի, չենք խոսիր գրոնական բան մլալու մասին, կխոսենք ամբողջությամբ փոխված լալու մասին։ Եվ Աստվածաշունչը շարունակ կքաչալեր է բոլոր իր նամակներում մեջ, որ մենք ուշադիր լանք այս մեկը մեր առօրյային եւ մեր կյանքի մեջ տեսնելու համար։ Եվ մենք պետք է այդ քայլը որդեգրենք գոդրելու համար ամեն արգելք,
գոդրելու եւ վերցնելու համար ամեն տեսակի բան, որ մեզ գբահե մտքի մագարտագի, դրամապանության մագարտագի, զգացական մագարտագի, եւ մենք պետք ունենք ադիգա փոխելով ուղղակիորեն երթալ դեպի գիրառումը տեսնել Սուրբ Օքի աշխատանքին։ Ինչու համար իմ մեջս գտնվող Սուրբ Օքին այդպես կսե, ինչու համար ես չեմ սկար։ Մենք լավ ցև կդածենք քաղաքավար, որ ես գահարկեմ, մենք ալ եկեղեցիներս միշտ կնենք։ Մենք ընդհանրապես քաղաքավար ցևը կդածենք, երբ մենք դգարս կանք, մեկումը գսենք ինձ մեկ հատ աղոթե։ Եվ որ գաղոթե կամ բահի ադեն գաղոթենք իրարու, կփավարարվենք այդ օծության մեկ նշույլը զգալու, որ ժամանակի ընթացքին ես կհաստատեմ, որ շատ անգամ մեզ կփարադի, այլևս չեն գսկար, որովհետև մենք այդ օծությունը ընդունելու վիճակը գործընծուցինք այլևս, իրեն պետք զգալը գործընծուցինք այլևս։ Հետևաբար շատ կարևոր է, որ մենք հարց տանք, որ ես ինչու այսպես կսկամ, այս միտք ունիմ, այս դժվարությունը ունիմ, այս կանադենը, իմ մեջս գտնվող ավելի զորավոր է, ինչու չի գոդրվիր ադիգա, ինչու գլուխը չի ջզմվիր ադոր, ինչ է ցևը, Աստվածաշունչը որ կգարտամ ինձ ինչ կսեք, անեոք է դսե Բոլոր նամակները այս ցև կխոսին մեզի, այս ուղղությամբ կբադվիրեն մեզի, եւ ես գտելատրեմ, որ մենք այդ մեկը ունենք։ Դերը ինձ այս շաբթվան ընթացքին այդպես, որ հիմա նոր ժամանակաշրջան է, եւ այս նոր ժամանակաշրջանի մեջ գուզեմ, որ Սուրբ Օքին ներկործությունը գոդրող դարձնեք ձեր կյանքերում մեջ։ Մերժեք որևէ հաղորդակցություն, ինչու, ինչպես Եվ ինչպես գրնամազադիլ, մեկ վարյան, տուն խելքովդ մդայացիր կլուխ չելար, վերջ, ասեքուվ է ամպողջ էյությունըդ, կանը օքին էյությունը միանադիգա չէ, մդացեցի կլուխ չելա, բայց ունի մեկը կյանքիս մեջ, որ գրնա ջզմել կլուխ այդ մեկին, ինչու համար ես կերի եմ իմ մտքիս, սկացումներուս, կիցածիս, ճորս կոմս դեսածին, մայի մեջս է, կու մեջդ է, ինչու ադիգա լուր վիդիլլա, ամեն ինչս կայարանքներուս մեջ ազատ բիդի սբրտի, կանի օքեդս ամացայն է, որ ինչս կացում, որ որոշեկալ, ուզածին մեզ գսբրտի և միտքիտ մեջ են գանցնի, կանի օքեդս է, բացի Սուրբ Օքին է, որ պամա բիդի խոսիմ, իս սահման գա, սկույշ սխալ պամը չնես, սկույշ սխալ մարկարեություն չնես, սկույշ մարդիկ վրատ չխնտան, սկույշ լեզուներ խոսիս թե աստվածաշնչական սկսմունքներուն գա հագարագիս, սկույշ այսպես, ամեն ինչի սկուշություն գա, երբ Սուրբ Օքին կա, անգե անտին ամեն ինչ սբրտած է։ Նույնիսկ ունքու միտքետ անցածները չես կնար զսպել կու կարողությամբ։ Հետևաբար Սուրբ Օքին զորությունը, որ մեր ներսիտին է, բեք է կործածենք, եթե չկործածենք, անուղագիորեն սիրելիներ, անուղագիորեն, անարքանք է Տեր Հիսուսին, որ ինք մեր ավ խաչին վրա ադիգա մեզի դալու համար։ Ես գերտամսավ դուք ուրախացեք, որովհետև գերտամ ալլոս, պարակլետոս, ուրիշ մեկը գղրգեմ, որբեսի կա և մխիթարությունը լացեսի։ Մխիթարություն նստելով քեզ հետ մխիթարություն չէ վնաս չունի դղաս ինչպես օրը լայս օրերը գանցնին այսինքն գարձես ինքնալ կյանքի պայմաններուն կերի է մխիթարիչ բոլոր պայմաններում մեջ թիգուն կծել է քեզի օգնականըսել է եւ դու ադիգա է որ վիդագն գալես Հովանես Արաքյալ այ Հովանու 2:20 եւ 27 համարներում մեջ շատ քեղեցիկ կերպով այս ուղությամբ կխոսի եւ ասմեգը գշեշտե այդ ժողովրդին ուղելով իր նամակը, որ լուրջ երկու սկսնական դժվարություններ ունեին կամ բայկարներ ունեին, որոնց կհանդիպեին։ Առաջին կկաչալերեր, որ ապրին Աստծո եւ անոր որդին Հիսուս Քրիստոսի միացած մնացած։ Կագնգալեր, որ միացած մնա։ Դեպ անցյալին Հիսուս երկրի վրա գկալեր Աշակերտները գրնային երտալ իրեն միացած մնալ, ինչ որ նգատվի, որ միանալ է մեգումը, հետն եմ, իր խումպեն եմ, իրեն հետևորդ եմ, հետն է, բայց այսօր չերև իր Իսուսը։ Անցյալին անցը գար իրեն միացած գլա, իր ամեն կործերում մեջ լալով միացած ես իրեն գերևեր, այսօր Իսուսը չերև իր, ինչպես գրնաս միացած լալ իրեն, ինչն է, որ գհաստադ է, որ տուն իրեն միացած ես, մա Հիսուս ինքը պան Աստծո է, չէ, Աստծո խոսքն է, որ Սուրբ Օքիով այսօր մեր ներսիտին մեզի նոր կյանք տվավ իր մարտանալով, մեռնելով, թաղվելով եւ հարություն առնելով եւ Սուրբ Օքին ղրգելով։ Հետևաբար որ ես այսօր խոսքին համաձայն իմ ներսիտիս կշտկեմ, ես պիտի որ
իր Սուրբ Օգիով հաղթություն ունենամ, իրեն միացածը լալս հաստատվի։ Դուք առանց ինձի ոչինչ կրնակ անել։ Ուրեմն, ամեն ինչ որ կփորձեմ անել չեմ հաջողիր, պիտի ես ինձի քննեմ, որ իրեն հետեմ։ Շատերուն համար խիստ է ասպացադրությունը, ինչու գիտեք խիստ է, որովհետև մեկ անգամ փորձեց չեղավ իր խելքին չբարգեցավ։ Ես խելքիդ հետ քորձ չունիմ։ Ամբողջ քրիստոնեությունը խելքիդ հետ քորձ չունի։ Խելքը չէ որ քեզի պիտի կառավարի։ Դու ես որ փրկված վերստին ծնունդ ստացած անցդ խելքդ պիտի կառավարես։ Խելքդ քու էշդ է, ինքը ուզածիդ պես պիտի կալե, ոչ թե դու իր ուզածին պես պիտի կալես։ Ինչու համար, որովհետև այս աշխարհը ուզածին պես քու խելքիդ մեջ բաներ գտնե։ Կանի օքի գիտե։ Ուզածին պես գտնե։ Ուզած բանը դանկան խելքիդ է քեզի։ Եվ դու գառնես ընդունված բանի մես կյանքիդ մեջը։ Չես կնարանոր վստահիլ, երբ քեզի անգե քերաթաս ինքնություն մդրված է Քրիստոսով վերստին ծնունդ ստացած։ Հետևաբար դու եթե վերստին ծնունդ ստացած քրիստոնյա մնես, աղբյուր ունիս, որ գենթանի Աստված է։ Եվ ինչպես գրնալալ, որ հրաժարիս այդ աղբյուրեն, կամ այդ աղբյուրեն չսանիս ամեն օր։ Հետևաբար միացած մնալ կնշանակե խոսքին համացայն առօրյաս շտկել։ Նայել, որ ամեն ինչ խոսքին համացայն է, Պենգորընթացիս ներողություն, Պենգորընթացիս 13-ին մեջը մենք կտեսնենք կսե, որ հպարտ բատնեշները կքանթենք և Քրիստոսի առջև քերի կտնենք։ Ամեն հպարտ բան, որ կփորձե մտնել մեր մեջ, կհպարտանա մեր ինքնության թեմ, աստվածադուր էության թեմ, ինչ ցևով որելա, նույնիսկ ֆիզիկականից եթե շահը լա, տակավին հպարտ բատնեշ է, ես ադոնք պիտի քերի ինեմ Քրիստոսի առջև, իր խոսքին մեջ, իմ հոգիս մեջ գտնված վերստին ծնունդին առջևը։ Հետևաբար առաջին առաջարկը քաչալերանքը այն է, որ միացած մնացեք Հիսուսի։ Ասոր մեջ զորություն կա։ Երկրորդ գազտարարե հավատացյալներուն եւ գարտացողներուն, որ զգուշանան եւ չհետևին սուտ վարտաբեդություններու, որ այն ադեն շատ գար, որոնք կքանթեն Աստծո հետ ունեցած իրենց գաբը։ Ինչու համար գխոսեր սուտ վարտաբեդություններու թեմ, որովհետև կնկատեր, որ Աստծո հետ իրենց գաբը ինչ կլա, կգաշկանթվի։ Հարաբերությունը, մտերմությունը չի մնար այլևս, որովհետև օդար բաներ կմտնեն, օդար բաներ կդիրեն, օդար բաներ կհաստատվին, կամ ռաբընտվին, եւ ադոնք կդառնան բնական։ Ինչ կնշանակե սխալ վարտաբեդություն։ Ընդհանրապես ամփոփ ասելու համար Աստծո եւ երրորդության եւ Քրիստոսի կատարած փրկագործության եւ ասոնց նման արմադական բաներուն թեմ հագարակ խոսակցություն, հագարակ աստեցություն ընդհանրապես կնշանակե սուտ վարտաբեդություն։ Սուտ վարտաբեդություն կդառնա նաև այդ բաները, որոնք մենք սխալ համոզումներ է, սխալ տեսակետներ է գործեքրենք եւ կսկսենք այդպես ապրիլ։ Այսինքն Աստծո խոսքի մեջ կգարտանք ամեն ինչ, որ ավատքով խնդրես պիտի առնես, եւ թե անոր վերքերով մենք բժշկվեցանք, բայց ցուն օրմը չես կենար ադոր արչեւ ինքզինքը չտկելու համար, որ ադիգա լա։ Եմ ես չունիմ, գիտեմ որ չունիմ, որովհետև ես չեմ գրնար ունենալ ադիգա, բայց իմ մեջս գտնվողը ունի և գրնադալ, և ես իրենը սկացած եմ իմ ներսիտիս, քանի օքի սկացած է դիրոջ ներգայությունը իր մեջը, այդ սկացումին օնքնա, և սպասե իրեն, մնա այդ տեղի մեջ, մինչև որ ողջ չլա, գամ ինքը սդախոս է, և գամ սկացումները սուդեն, մեջտեղ չէ ուզերել է, և ինքը այս մեկը կպացադրե, սխալ ուցումներուն վտանգավոր մեկ բաժինը ադիգա էր դեսությունը, որ գսեին, որ այդ օրերուն նյութեղեն աշխարը ինքնին շատ չար է, և անգարելի է, որ Աստծո որդին Հիսուս Քրիստոսը մարմնացածը լա, մարդ եղածը լա, չէին ընդուներ, ադիգա, և ադոր հետևանք, սխալ բաներ մտածեին, սխալներեն են, որոնք կյանքի մեջ մարդկային ամեն մտահոգություն գարամարեին։ Այնպես կթվեր իրենց, որ փրկությունը որևէ ցևով առնչություն չունի փարոյականին հետ։ Ինչպես Գաբրեին ուրեմն, անփարո կյանք ես փրկված եմ։ Այլևս ամեն ինչ կրնամ ունել։ Քանի օքի գիտոր այս օրերուն ալգան այս բաները,
Անոնք որոնք շատ շնորհքին բռնվեցան, փրկված են գսելով, սկսան այնքան վստահել, որ փրկված են, իրենց փրկության հագարակյանք մաբրիլ։ Եվ սատանան ուրախ է, ադմ բռնում են, ադմ համոզում են։ Ասիկա սխալ եւ սուտ վարդապետություն մի եղավ, որովհետեւ քանթեց։ Հետևաբար ես պետք է որ իմ ինքնությունս ճանչնամ, բայց պետք չէ արտոնեմ, որ իմ մարմինս օգտվի այդ արիտեն։ Իրենց համար միայն մտավորապես, եթե գիտնայր, որ Աստված գա եւ ընդունած ես, բավարար էր։ Անգյանտին ուրիշ բանի մի բեք չի գարգրնայր կյանքդ բնական ապրիլ։ Ինչ կախարտական վիճակ մնե, համոզում մնե, որ մարդը շատ ուրախ կլա քրիստոնյա լալու։ Բնավ փեր չունի։ Անորոշ շատ անգամ հավատացյալներ ներկա օրերու սխալ այսպիսի համոզումներ ունենալով գտեսնեն, որ դժվարություն կսկան Աստծո առջև գենալ ժամանակ անցնելու։ Կցանցրանա, քանի օքի կցանցրանա, ցանցույթ սկացած է դերոջ ներկայության գենալը, ցանցույթ կսկա։ Անշուշտ պիտի ցանցած, բամը չես ներգոր, ուղեղդ վարժվեր է կամ մոբայլով, կամ TV-ով, կամ փամնելով, վարժությունը չկա, որ իրեն այդ հաղորդակցության մեջ, ես գիտես, քանի օքի ունեցեր այդ փորձառությունը, որ դիրոջ ներկայության մեջ գտնված է, եւ անգե իդ ներկայության ազդեցությունը դակավին վրան է, դեղեն շարժի չէ ուզած։ Քանի օքի ունեցեր այդ փորձառությունը, ինչ է աս եղելությունը, ինչ ալ ասենք էզի, անոր համար գարձես տուն զոմբի ես չես սկար։ Գիրքի մասին խոսին, բդույդի մասին խոսին, դու ասես հիմա օսեմ չէ ուզեր բամանել։ Եվ հետևաբար եւորտուն օծության հետ գաբակցապար շփումդ ստեղծելով ապրիս, քու կյանքը դարբեր բիդլա, հավասարակշռությունը պիտի ունենաս եւ հաղթություն պիտի ունենաս քու կյանքիդ մեջ։ Եվ Արաքյալը իր նամակը այս ուղությամբ քրելով կտեսնենք հագարագորդ ուսուցումին ներին եւ Քրիստոսի հագարագորդ ամեն հոսանքներուն թեմ այս առաջարկը գնե ժողովրդին երկրորդ գլուխ 20-րդ համարգսե սակայն դուք Սուրբ Հոգին բարգև ունիք որովհետեւ անով էր որ ցեզ օզեց Սուրբը Քրիստոս եւ դուք գիտեք ամեն բան վաու հին թարգմանության մեջ կսե սակայն դուք օծություն ունիք Սուրբեն ու ամեն բան գիտեք երեք կարևոր բան կսե Սուրբ Հոգին բարգև ունիք ցեր մեջը Այսինքն Սուրբ Հոգին ունիք, անոր անձը ցեր մեջն է։ Անով էր որ ցեզ Սուրբ օծեց Սուրբը Քրիստոս։ Դուք օծություն ունիք ցեր կյանքի մեջը։ Եվ դուք գիտեք ամեն բան։ Սա համարը գարտած ասանք, բամը կգենաս եւ գսես ինչպես ես գիտեմ ամեն բան, որովհետեւ ես գիտեմ որ ամեն բան չեմ գիտեր։ Մեկ բան գիտնալու համար ինչքան կչարչարվենք մեր կյանքի մեջ, ջամփամը գործընծնենք նե ժամերով, ադոր յետևենք երթան կամ եւ այլը, լեցուն բաներ կա կյանքի մեջ։ Մենք գիտենք որ ամեն բան չենք գիտեր, կանենք եդս է, ամեն բան չենք գիտեր։ Բամը կգարձես որ գիտես, գելես որ չես գիտեր վերջը։ Բամը շատ կգարձես որ շատ լավ գիտես, ես գլուխ կանեմ, վերջարտանքն այսօր լմա սխալ էր բادرեն ելար, չէ՞։ Լեցուն դեսագանի գա ասոր այս ուղությամբ։ Բայց Աստվածաշունչը գսե դուք Սուրբին օծությունը ունիք եւ գիտեք ամեն բան։ Արդյոք որուն հետ կխոսեու։ Հերս խոս կորտուն։ Հերս խոսիստուն, չէ՞։ Արդյոք ուրիշ մեկում հետ կխոսեր գոր Հովաննես։ Արդյոք հadouk մարդ մը գա որ շատ լավ գիտե բեկե գտնենք իրեն, բայց կսե դուք օծությունը ունիք Սուրբին Քրիստոսին, որ բոլորս ունենք։ Եվ անով դուք գիտեք ամեն բան։ Ես իրսածին գնայիմ իմ դրամապանությամբ, որ լեցված է ամեն ոչերով։ Կանեք ես է։ Ամեն ինչ կասկածի դակ արած եմ, ամեն ինչ զգացումներով որոշած եմ, ամեն ինչ մարդկային դրամապանության չափանիշով որոշած եմ։ Ինքը խոսիմ հոգիս, որ գենտանե Աստծո, որտին արյունով փրկվեցավ, վերստին ծնունդ ունեցավ, Աստծո գադարյալ բատկերին նմանություն ունի եւ երկրի վրա ինչ որ գա պետք մեջը գադոր։ Անորոմալ մարգարեությունները ընդհանրապես նոր գդագարանի մեջ ըստուկում գուզեն, բայց անողագի մարգարեություններ են։ Հին գդագարանի մեջ մարգարեն սխալ մարգարեություններ կկարգոծեին, իրեն կսպաննեին, իրավունք էր, արդար էր, որովհետև թիդումնավոր ինքը հրած է։ Բայց նոր գդագարանի մեջ այդպես չէ, նոր գդագարանի մեջ պետք է ըստուկվի, եթե սխալեցավ, որովհետև մարդ է։ Որովհետև իր հոգի մեջ են գանե, մինչ իր զգացումները լեցուն գուտագումներ ունի։ Մինչև որ մարզվի հաջորդին ավելի լավ լա։ Հետևաբար Աստծո խոսքը Սուրբ Հոգին խոսի իմ ինքնությանս մասին եւ գսե ամեն ինչ որ պետք ունիս մեջը գա։ Ես գնայեմ գսեմ, չէ, ինչպես, սխալ մարդուն հետ կխոս, սխալ Աստծո եկած եք դուք։
Միայն գրնամ ճանչնալ, երբ ինձի դվածին հավատամ, ինձի դվածին համացայն շարժիմ, իրեն հետ մդերմություն փնտրեմ, իրեն հետ հավատքիս կյանքին համացայն ժամանակ դրամատրելով ապրիմ։ Միայն այդպես չէ որ դեռ ահա արջևը ձունգի եկա ամեն կրոնական վարմունք ձեռք բերի եւ գնեմ հիմա բարգերեմ արջևը երեսիս վրա ձունգի եկածեմ գերգրբակեմ քեզի մոխիր գտապեմ գլուխիս ուրիշ բան մգա որ մորցա ասելու ասոնց նման եւ այլն չես արներ այդպես դագավին անոնք գնես կորթուն սկացումներով կանե ոգեդես է սուրբ ոգին քո հոգիդ կխոսի դու բեկչունիս ասոնք կնելու գուզես ասոնք բոլորը միներ Առանց ցայնի ասոնք կորձի վերածված թողլան եւ դու պիտի առնես արդեն ինչ որ պետք է ուրեմն արաքյալը գահիտնե որ աշակերտները սուրբ ոգին միջոցով զորացած են ընդեմ բոլոր ներին Քրիստոսի հագարագորթին եւ մարդկային բոլոր հոսանքներուն եւ 27-րդ համարի մեջ կսե Կալով ցեզի որքան ադեմ որ ծեր մեջ կմնա Սուրբ ոգին, որով Քրիստոս ցեզ օծեց վերինին շարունակությունը, բեկչունի ուրիշ մեկ են սորվելու։ Ոս ուսուցումին հագարակ չի խոսիր ինքը։ Հոգին ինք կսորվեցնե ցեզի ամեն բան։ Եվ կսորվեցնե ճշմարիտ եւ ոչ սդությունը։ Քու ուշադրությունը դուր դարձուց, չեմ գիտեր, չլար Գաղոթեմ չի դար, քանի օքի աղոթեց, փաստերը աղոթեց, բարեկամս աղոթեց, հավատացյալ մարդ է, որ ես գիտեմ, որ շատ աղոթները գփռնեն, չեղավ բամը, հա? Ամեն ինչ կա, ինքը գսեքու մեջ դե, ինքը քեզ ամեն ինչ կսորվեցնե, ամեն ինչ քեզի կսորվեցնե եւ կսորվեցնե գսե ճշմարիտը եւ ոչ սդությունը Սա կնշանակե, որ ինքը անց կնկատե օծությունը, որ քու մեջը դե, որովհետև գնսի քեզի կսորվեցնե։ Երբ դու օծության հետ քո աղոթքի կյանքիդ մեջ շփում ունեցար, եւ այդ շփումը զգայարանքներուդ վրա ազդեց։ Անգևերջ իջար կորձի աշխարհի մեջ, եւ որ սխալ բիդնես խիղճիդ մեջ են ինքը քեզի պիտի ասե, ինքիդես ասցայնը ինչ է։ Եվ եթե ճիշտը ցկդիս ընելու, ուրախությունը պիտի սկաս, ամենը պիտի սկաս, այոն պիտի սկաս իր։ Որովհետև իրեն այդ շփում ունիս քո առօրյայիդ մեջ դիրեց, ինքը չարքիլեր առօրյատ ապրել է։ Ինքը գուզե քո առօրյատ ճշմարտությունով առաջնորդե։ Ոչ թե սդության մեջ ապրիս։ Գուկա քեզի գադարիալը դալու։ Ուրեմն ինք օծությունը Սուրբ ոգին եւ իր օծությունը, որ մեր ներսիտին են, որպես անց կներկայացեն, քեզի կսորվեցնեն, մենք գիտենք սորվեցնելը ինչ է։ Ուրեմն ես պետք ունիմ իր մեզ սորվիլը սկիտնալ։ Կսորվեցնե Աստվածաշունչ բանամ գարտամ կոդ սորվին, ոչ։ Դու նույնիսկ կոդ սորվիս Աստվածաշունչը, որ մեկ համարը, որ մեկ դեղը պիտի կործածես չես կեր, իրեն պետք ունիս։ Հայտնությունը պետք է լան, ինքը պետք է քեզի հայտնի, ինչպես պիտի գիտնաստուն։ Մենք կտեսնենք, որ Հիսուսն ալ օծված կոչվեցավ եւ ամեն ինչ Սուրբ ոգիով կգադարեր իր երկրավոր առաքելության ընթացքին։ Ղուգաս ավետարանիչ շատ գեղեցիկ կերպով կներկայացնե Սուրբ ոգին քալը եւ մեր կյանքերում մեջ մտնելը, էջքը, որովհետեւ առաջինը Հիսուս Քրիստոսի հետ կապակցապարարավ եւ գսե Ղուգաս 3:23-ի մեջ Սուրբ ոգին դեսանելի գերբարանքով աղավնի բեսի ճավանոր վրա եւ գործածե սոմատիկոս բարը դեսանելի գերբարանքով որսել է դեսանելի որսել է շոշափելի որսել է նյութական Սուրբ ոգին որ անդեսանելի է չես կնար իրեն տեսնել եւ որ քու մեջդ կհանգչի Աստվածաշունչը մեզի գահիտնե, որ անիգա ինքզինք նյութական դեսանելի շոշափելի դարձուց մեր միջոցով։ Այսի մեր շփումը մարդոց հետ գրնա Սուրբ ոգին աստեցությունը բերել։ Սուրբ ոգին հբումը բերել մարդոց կյանքի մեջ։
Նաև կնշանակե մարմինի ցևավորում, այսինքն ինքը, որ անչափ է, անդեսանելի է, ամենակետ, ամենազոր, իմ չափս արավ։ Ինչ է ասիկա նամակ է, թունք ու չափդ գիտես, մգանիտ ուժը գիտես, դգարություններդ, զորություններդ գիտես, բայց երբ գխոսից իր քու մեջդ քալուն մասին, չես կնարադոն նկատի առնելով ապրիլ, ոչ ալ գրնաս ածոն չափով իրեն հավատալ։ Մենք ընդհանրապես այդպես կնենք։ Մեր դրամապանություններուն է փորձառություններուն չափով կհավատանք։ Մեր Աստուծուն, որ մեր ներսիտին է, բայց ինքը ցևավորված է իմ մեջս։ Նաև կնշանակե մարմին առնել եւ փնույթ առնել։ Գրնաս երևակայել ամենաստեղծ Աստված, երբ Հիսուսով ընդունեց իմ մեջս կալ, իմ փնույթս արավ։ Ինչպես իմ փնույթս արավ։ Ո՞քի գիտե որ մենք չենք շալգվի։ Նկարակիրով, բնավորությունով, արմունքով, միտքի փոփոխություններով, սխալներով, մեղքերով, քանի ոգի գիտե։ Քանի ոգի գիտե թե մեկ ոգի կա որ մեզի պիտի չշալգի, դա Սուրբ Հոգին է։ Մեր ամբողջ ապրած կյանքի ընթացքին հիմա գաղութենք, հիմա ագարակը գնենք։ Եվ ինքը պիտի շալգե մեզի։ Եվ մեր մեջ եկած բահեն հանցնարեր է մեր փնույթը, ոչ միայն իմ փնույթս, ոչ միայն քո փնույթը, մեզ մի յուրաքանչյուրին փնույթը հանցնարեր է։ Ինչու՞։ Որովհետեւ փոխե։ Եվ որ մենք մեր թերությունները հանելու աշխատանք կդանենք իրեն այդ շփման մեջ, which հազիվ իրեն այդ գաբի մեջ մտնենք, հազիվ գաբի մեջ մտնենք, անոնք գոդրվելու կսկսին։ Հազիվ հարաբերության մեջ մտնես, աղոտ չես ներայլվես, ադոնք կգոդրվին։ Արմադախիլ գլանք յանքետ։ Մեր փնույթը իր վրա արավ, հանցն արավ, նաև կնշանակե պատկանելիություն։ Այսինքն այդ գործողությունները, որ եղավ, պատկանելիությունը եղավ, ինքը ինձի կպատկանի, ես իրեն կպատկանիմ։ Մեգություն կա մեր միջև։ Բագասը միայն շփումն է։ Ավելի անտին հին հունարենի մեջը, եւ որ այս բարը գործած է, սոմատիկոս բարը գործած էին տերասաններուն համար։ Տերասանները, որոնք գծբդվեին, տերասանները, որոնք իրենց գազմվածքը, իրենց երևույթը բարելավելու համար իրենց մարմիններուն վրա լիցք կտնեին, չէ՞։ Քեղեցիկ բիդելլա, վայրի բիդելլա, աս բիդել, ինչ կնեին, իրենց թերին համացայն լիցք կտնեին։ Ուրեմն սոմատիկոսը սել է, եւ որ գուքա քու փնույթիտ մեջը, քու քրիստոնեավայել կյանքը ապրելու բագասդ ինքը ինչ կնե, գլեցնե իրմով։ Լիցք կնե ինքը քեզի։ Կորձելի պրև մարմին անդեսանել է Աստված քու միջոցավդ կորձելու համար եկած է, որ քու մեջը դե ոչ դե եկած է հանգիստնելու։ Նաև վերջին գետ կնշանակե թիկնաբահ։ Թիկնաբահ։ Թիկնաբահը իր կյանքը կուտա, որում որ գծարայե։ Սա կնշանակե Սուրբ Հոգին չափ սահման չունի քեզի օգնելու մեջ։ Բայց սիրելիս, եթե միտքովդ մտածես եւ ասես, չեղավ, կանոքի գիտե մեկը եթե ասե չեղավ, վերջ յանի, բարապ բաներ։ Կանոքի գիտե, բարապ բաներ է դա։ Նման սխալ էր ասիկա, վերջ։ Կոչվեցան դռները, հիմա ուրիշ ասվածույթ փնտրենք։ Հետանոսական է, չէ՞, բայց իրական է։ Անոր համար շատ կարևոր է նկատի առնենք։ Ուրեմն հավատացյալները ճշմարտության համար ունին լավագույն միջոցը Սուրբ Հոգին, որ իրենց մեջն է։ Բեկչունին որևէ դարբեր դեղերը փորձառություն առնելու կամ իրենց լսածները փորձարապար ճանչնալու մեկն է, որ իրենց պիտի ճանցնա այդ մեկը։ Ինչ կսե աս ամենեն վերջ Հովանես Արաքյալ, համարի մեջ կսե միակ միջոցը, միակ ցևը, լավագույն բանը, որ պետք է անեք, ուստի Քրիստոսի միացած մնացեք, ինչպես որ Սուրբ Հոգին ցեզի սորվեցուց։ Ինչ era Սուրբ Հոգին? Սորվեցուց Սուրբ Հոգին ուրեմն ինչ կնե, քեզի կսորվեցնե, որ Հիսուսի միացած մնաս։ Ինչս էլ է միացած մնալ, մեննո։ Մեննո գնշանագե մնալ, հոն մնա, հոն մնա։
ուր մնա, Հիսուսի միացած վիճակի մեջ մնա։ Քանի օքի գիտե որ սիրտը պամուզերեն կքաշե, քանի օքի սկացած է այդ սկացումը, դեղ մնստած է սիրտը պամուզեց, and նույնիսկ եթե մարմինը զսպած է, մեջեն պամ իրեն, կարծես հոնգերթա։ Քանի օքի ունեցած է, TV-ն մուսալսալը սկսավ չի գրնար նստիլ դագը փուշկը լայլևս բիդի ելլե հոմ բիդի երթա գամ ուրիշ պամը որ գուզե կսկաչե իրեն պամը կքաշե կսե թուն միացած մնա հոն մնա դեղետ չի շարժիս նաև կնշանակե սպասել նաև կնշանակե շարունակել նաև կնշանակե կոյադևել բնագիլ հոն սպասել անգախ ժխտական պայմաններուն հոնը սպասե անգախ ժխտական ցայներուն սպասել Լեցուն բաներ կան, որ միտքդ կուքան, անանքից կնեն, չեն ցկեր նստիս։ Ես ինչքան ժամանակներ սկացած եմ, որ աղոտքեն ելած եմ, որովհետև սկացած եմ աղոտքը վերջացավ։ Աղոտքեն ելած եմ, որովհետև ցանցացած եմ, աղոտքեն ելած եմ, որովհետև սпасելու շունչը վերջացավ, այլևս եթե չելեմ մարմինս մինակ պիտի շարժելու սկսի։ Հանկից չեմ Մեգում այդ խոսազադենտ եւ որ հանկից չէ գտեսնես որ իր ֆիզիկականին բաները կփոխվին երեսը պերանը քիթը ամեն կողմ կփոխվի շարժելու կսկսի հանկից չէ խոսիս որ իրեն բայց մեջը որտու գուտե իրեն չի գնար թիմանալ հանկից չէ ինքը չէ դունալ այդպես կլաս կգանչեք եզի կսե սպասեան անգախ ցայներուն քիծիր ճշմարտության բռնված մնացերես մնա ինչքան ալ բարապ ցանցրանալիք անիմաստ թվի եւ անօգուտ թվի որոնք մեզի կհանդիպին մնա հոն չելես ատեղեն շարունակել կնշանակե հարադեվել աստվածաշունչի մեջ կսե լեցուն դեղեր եթե հարադևենք արդյունք պիտի քաղենք եթե աղոտքով հարադևենք սպարազինություն պիտի ցերկ բերենք հարադևող աղոտքը բդուղ գուտա ինչու համար ուրեմն գսե հարադևե որովհետև ադիգա լավակույն միջոցն է միացած մնալով քու կյանքիդ վրա դիրե այն ինչ որ պետք է ասպես որ խոսիմ շատ անգամ արջևս հորիզոնը կփածվի այնքան որ ոչ մեկ բանի համար այլևս աղոտք չնեմ դիրոջը սպասեմ իր ներգայությունը փնտրեմ այդ ներգայության մեջ կենամ կոյադևել կնշանակե չարդոնել որ քու կյանքիդ մեջ անոր միացած մնալը կոյութենե զրգվի չելես դեղետ ոս էիր եւ չի գաս այլևս որովհետև հազիվ տուն անոր ներգայութենեն ելլես բնականաբար կսկաս որ ուրիշ տեղ կացիր ուրիշ տեղ եղար ուրիշ տեղը դիրեց փորձառությունը քեզ այս մեկը ջանցնե հետևաբար մենք մեր մեջ ով ունենք Սուրբ Օքին եւ անոր օծություն ունենք մեր ներսիտին եւ որ անոր ներսիտին մեր ներսիտին իր ներգայություն ունենք անիկա մեզի ամեն ինչ կսորվեցնե անիկա մեզի կսորվեցնե բաներ որ մեր դրամապանության ինչ կթվի հագարակ կթվի բայց եթե մենք իրեն հետ միացած մնանք որ խոսքին միջոցով ադիգա գլա խոսքին հնազանդելով գլա մենք կսկսենք անոնց մեջը մենք մեզի դեսնել որովհետև մեր թիրքորոշումը կփոխվի թիրքը կփոխվի զգացական աշխարհեն դրամապանության աշխարհեն մեր հոգևոր ինքնության աշխարհի մեջ եկանք մեր դրամապանական աշխարհը չի գնար ըմբռնել Աստծո կողմէ մեզի դրվածները բայց մեր հոգևոր աշխարհը կըմբռնե ամեն գսե այո գսե գզորանա եւ բادرազմի գելե իր զգացումներուն թեմ Հետևաբար Սուրբ Հոգին, որ մեր ներսիտին է մեզի կսորվեցնե, մեզի համար անդրամապանական, անընդունելի, անըմբռնելի, անհասկանալի բաներուն չեն թարգվինք եւ շուտով դրամապանական բացատրություն չուզենք, չի բացատրվիր անիգա այդ դեղին մեջ ու որում բարարանը ասկե ավելի չի գրնարդալ։ Գերտամ այդ դեղը հոգևոր Հանդարտ, ուր միտքս ինձի չի նեղեր, փարգությունս ինձի չի նեղեր, ադելությունս, թշնամությունս, հագարագությունս, մարդկային ինձի չի նեղեր, դերոջ ներգայության մեջ եմ, անդեղի եղած մտնոլորդեն գսկամ, անդեղի մտնոլորդին ամացային գշարժիմ, այն ադեն ըմբռնելու գսկսիմ դերը ինչ կսե։ Անոր համար, որտուն հոգիով շարժի շատեր քեզի չեն հասկնար, նույնիսկ հավատացյալներ գրնան չհասկնալ։ Անորամար եկեղեցին ընդհանրական եկեղեցին իր մեջ լեցուն խռովություններ ունի, որովհետև մեկը մյուսին չհասկնար, բոլորը նույն Սուրբ Գիրքեն կխոսին։ Մեկը մյուսին չհասկնար, որովհետև այն մարդ իր դեսագետը բարձելու կուկա, բայց Աստված երգիրը ազատել գուզե, մարդիկը փրկել գուզե։ Այն մարդ ցևը ունի իմ մարդը փրկելու, քիչ հետ կայլոս Հիսուսին ցևը պիտի չկործածեն։ Առանց Սուրբ Օքիի պիտի փրկեն։ Օրինակ
Անորամար սիրելիներ, շատ կարևոր է, որ մենք Սուրբ Օքիով առաջնորդվենք։ Սուրբ Օքին, որ մեր ներսիտին է, անոր ներգայութենեն առաջնորդվենք։ Անոր միացած լանք մեր ամբողջ էությամբ։